Բարև ձեզ, ընկերներ, այսօր բարև ձեզ, այսօր նորից ինձ շատ սիրաբար հյուրընկալել են Սարգիս Պետրոսյանի տան եմ գտնվում, որոշեցինք ձեր հետաքրքրությունը այս հաղորդումների նկատմամբ նկատելով որոշեցինք շարունակենք այս հաղորդաշար ասենք, ոնց ասենք, այսօր որոշեցինք խոսենք Կումայրի արգելոցի մասին, եթե հույսով եմ, ոչ թե հույսով եմ, գիտեմ, որ դու կահակին լումա ունեք այդ գործի մեջ ու կարող եք մեզ պատմեք էլի ներսից ոնց է եղել, ինչ է եղել, որ թվին, ով եւ այլն եւ այլն։ Խնդրեմ։ Կումայրի արգելոց թանգարանը հիմնադրվել է 1980 թվականին, որոնց հիմնադրումը նախապատրաստվել էր այն բանով, որ Հայաստանը 19-րդ դարի քաղաք փաստորեն չուներ։ Եթե պետք էր զբոսաշրջիկներին տանում էին, ասենք, Երևանի ես ինչն էին ցույց տալիս, այն ինչն էին ցույց տալիս, բայց 19-րդ դարի քաղաք չկար։ Իսկ Կիրովական այն ժամանակ ուղղակի գյուղ էր։ Միակ քաղաքը մերն էր եւ մտածել էին, վերջապես խելացի գլուխներ կային, էլի, թեկուզ կոմունիստական ժամանակներ էին, որ ավելի ճիշտ կլինի, ինչ որ մնացել է Գյումրիից, Ալեքսանդրապոլից, ինչ որ մնացել է, այդ բոլորը արգելոցի վերածեն։ Այդ ժամանակ Երևանում էլ չկար, չէ՞, կհամարյա 19-րդ դարի շինություններ։ Հատուկ են բաներ կային։ Բայց նայողն անմիջապես կհասկանա, որ այդ Ալեքսանդրապոլցի գյումրեցի վարպետներն են կառուցել, որովհետև նույն սև քարն է, որը ընդունված չէր։ Երևանում ընդհանրապես բաներ կավից սարկած տներ էին մեծամասնությունը, թե հայերինը, թե թուրքերինը։ Իսկ այդ ինչ որ սարքել էին, հիմա էլ քանի նման շենքեր կան։ Դրանք պետք է որ գյումրեցի վարպետները սարկած լինեին, ոճը նույնն է։ Նույն ձևի ասենք Կարսում, քանի որ 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսը մնաց ցարականը Ռուսաստանի կազմում, այնտեղ Կարսի մարզ էր ստեղծվել, Կարսը փաստորեն դառավ ավելի շատ հայկական քաղաք, որովհետև թուրքերի մի մասը հեռացել էին այնտեղից։ Եթե հայկական քաղաք էր դարձել, ուրեմն պետք է նոր բանը, վարչակարգ, նոր բանը, փողոցներ պետք է սարքվեն եւ այլն, այսինքն քաղաք պետք է դառնար իսկական բանը, եվրոպական համայնատիպի քաղաք, ինչպես Ալեքսանդրապոլ Գյումրին է։ Եվ բանը այդ ժամանակ էլ ահագին մարդիկ եղան, որոնք նույնիսկ ծնունդով, ասենք, իրանք Կարսից էին եկել ժամանակին, կամ կարսիցիների զավակներ էին, վերադարձան Կարս։ Եվ ստեղից էլ իրանց հետ տարել էին նաև այդ մշակույթը, նրանց մեջ կային նաև շինարարներ, որոնք ծնվել էին Կարսեցու որդիներ են ասենք, ծնվել էին, բայց Գյումրիում էին ծնվել։ Ու ընդեղ էլ, հիմա եթե ուշադիր նայեք, ընդեղ Կարսի 19-րդ դարի, հատկապես կեսից հետո շատ նման են իրար, շինությունները նույնիսկ փողոցների անուններն էլ են նույնը։ Բավականին նման են։ Ու մի հետաքրքիր դեպք պատմեմ, երիտասարդ ժամանակ վերջի կուրսում էի Քիշինյովում ուսանողական բանը գիտաժողով էր կազմակերպվել ու համալսարանից ինձ ուղարկեցին։ Ես էլ սիրում էի այն ժամանակ, ոտքովման էի գալիս, անծանոթ քաղաք է, նոր փողոցներ, նոր տներ, նոր մարդիկ եւ այլն տեսնելու համար։ Այդը խաչմերուկներից մեկի վրա տեսա, որ երկու ջայլ աղջիկներ էին, մոտեցան միլիցիոներին, թե Արմյանսկայա ուլիցան որն է։ Բան ցույց տվեց, միլիցիոները ցույց տվեց, աղջիկները գնացին, ես էլ աղջիկների հետևից, ասեցին, որ դա ինչ Արմյանսկայա ուլիցա է։
լրիվ Գյումրվա փողոց։ Գյումրվա դարբասներով, Գյումրվա սեյֆ բանը շինություններով, մի քանի հոգու հարցրեց ինչի է կոչվում Արմյանսկայա, չգիտեին։ Հետո մեկը ինչ որ բան ասաց, որ բան ես գլխին գա, որ հայեր դե աբրազեղն էին, էլի ժամանակի, ասաց Արմյանսկայա ուլիցայա կոչվել, որովհետև այնտեղ ասաց, այն բարձր շենքը տեսնում ես, այդտեղ Արմյանսկի բազարն էր։ Իսկ ես պատմությունից գիտեի, որ բանը Արևելյան Եվրոպայի երկրներում տնտեսության զարգացման, առևտրի զարգացման գործում հայկական շուկաները շատ կարևոր դեր են ունեցել։ Ուրեմն նույնիսկ այնտեղ կարելի է Գյումրու շենքերի կրկնօրինակները տեսնել։ Իմ բանը ընդհանրապես ես օրինակ Սանտ Պետերբուրգում ման գալուց ոնց որ Գյումրու մի քիչ մեծ տեսակ է անի։ Շենքերը նույն բանն է, ճարտարապետությունն է, էլի։ Ու հետաքրքիր ճարտարապետությունն է, որովհետև մի տեսակ եվրոպա-ռուսական է։ Հոլանդիայից եկել, Ռուսաստանում բաներ։ Բայց միաժամանակ նաև մնացել է հայկական։ Հիմքը հայկական է, էլի։ Դրա համար կան մեզ համար սիրելի է։ Հա, չգիտեմ, դուք ես վերջի հաղորդումներից մեկում այդ վերնակուլյար ճարտարապետություն, ես պատմել եմ էլ ինչի այդպես դարել, Արմեն, եթե հետաքրքիր է նայեք, դուք էլ ձեզ կարող է հետաքրքիր լինի, էլի։ Հա։ Վերադառնանք Կումայրի աշկելոցին, հա։ Հա։ Ուրեմն Կումայրի աշկելոցը ստեղծվեց հենց այդ նպատակով, որովհետեւ մենք ունենանք զբոսաշրջիկներին ցույց տալու նաև 19-րդ դարի քաղաք։ Իսկ այդ 19-րդ դարասելով մի քիչ հարաբերական է, որովհետև 19-րդ դարի սկզբին չի վերաբերում, բայց վերաբերում է նաև 20-րդ դարի սկզբին։ Հա։ Ուրեմն հրավիրել են, ես սիրով համաձայնեցի, մանավանդ որ այն նպատակները, որ իրենց առաջ էին դրել դրա հիմնադիրները, իրենց շատ հարազատ գաղափարներ կար դրանց մեջ։ Այդ Հարությունյան Դոնարայի ժամանակ էր, չէ՞։ Հա, Դոնարա Ազգանասրնա։ Ինչան էր։ Ազգանասրնա Հարությունյան։ Հա, Հարությունյան Դոնարայի ժամանակ էր, բայց Երևանում մենք բան ունեինք, մեր քաղաքից տղա էր Մուրադ Մուրադյան, որ այդ ժամանակ կարծեմ առաջին քարտուղարն էր։ Քաղսովետի նախագահն էր։ Հա, նախագահն էր Քաղսովետի, գիտեմ որ բարձր պաշտոն ուներ։ Ուրեմն նա կանչել էր բանին։ Նեն որ բանի տնօրենն էր։ Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենն էր Երևանում։ Ոնց էր ազգանունը։ Ախպերներ ճարտարապետ էր։ Սաշուրի։ Սաշուր։ Չէ, Սաշուրը բանը, Սաշուրին ես գիտեի, որ ծնունդով նա մեր քաղաքից է։ Քաղաքից է։ Ուղղակի նա էր եկել։ Հա։ Եկել էր Սաշուրն այդ ժամանակ բան էր քաղաքի գլխավոր ճարտարապետն էր։ Իսկ ինքը որպես այդ նկարիչ, նկարչությունից հասկացող բան էլ ընկերն էր եղել, մեր այն հայտնի ճաջուրցի նկարիչի։ Լավ կհիշենք դնեմ ես հետո բանով։ Ճաջուրցի մեր նկարիչը, մոռացել եմ անունը։ Հա, իմի խոսքով բանը, եկել էր այդ մարզը, տեսել էր բանին, Սաշուրին, միասին գնացել էին, մեկ նայել էր քաղաքի սենը բան, թե ինչ է մնացել, բոլորը հաշվառման մեջ էին դրել եւ այլն, մի խոսքով Երևանում ի վերջո որոշվել էր արգելոց թանգարանը հիմնադրել։ Այդ ոչ թիվն էր, հիմնադրված, որ ինձ հրավիրեցին։ Այդ ոչ թիվն էր։ 80 թվական, 1980 թվականի օգոստոսից ես եղել եմ այնտեղ տնօրենի գիտական գծով տեղակալը։ Իսկ ով կար մեր գյումրեցիներից տեղ այդ թիմի մեջ, ով էին, կարող է հիշել։ Ուրեմն երկու տեղակալ ուներ տնօրենը, մեկը ես էի գիտական գծով, մյուսը
ճարտարապետական շինարարական աշխատանքների գծով էր, Գյումրեցու տղա էր։ Եղոյան Ռաֆայելը կար, Չէ, չկար։ Եղոյանը չէ։ Էլի, բան է, ճարտարապետ էր։ Աշոտ Վարդանյան, Չէ, կինո Երևանի շենքի հեղինակն էր։ Կինո Երևանի շենքով էր։ Այս իշքան անուններ են արդեն մոռացվել։ Դե ես որ կմոռանամ, բտուկ չեք։ Ստեփանյան Սերգեյ։ Ստեփանյան Ստեփանյան Սերգեյ։ Նա էլ բան է, ուրեմն ճարտարապետական ու շինարարական աշխատանքների գծով էր տեղակալան։ Դե քանի որ նորաստեղծ էր, ես ասեցի, սպես բանը, ինքնահոսով չի կարելի ինչ-որ բան անել, հարկավոր է մի հատ գնալ մեր Սպարտյան երկրներ, տեսնել թե իրենց քաղաքների այդ ժամանակաշրջանի պատմության հետ կապված ինչ ունեն, թանգարաններ են, իրանք փոքր քաղաքներ բոլորը ունին, էլի հին պայացա, Տալինում գործուղեցին մեր աշխատակիցներից մեկի հետ միասին, մոտավորապես ամեն մայրաքաղաքում Տալին գնացինք սկզբից, հետո եկանք Ռիգա, վերջում եկանք Վիլնյուս։ Կաունասը Շաբաթից մի քիչ ավել մնացել էինք եւ մեր հիմնական նպատակներն էր ծանոթանալ իրենց քաղաքային սովետների ճարտարապետական բաժնի միջոցով ծանոթանալ քաղաքին, քաղաքի այդ ժամանակվա 19-րդ դարի հնություններին, դրանց պահպանման աշխատանքներին եւ այլն եւ այլն։ Որտեղ հատկապես հետաքրքիր էր Ռիգայի թանգարանը, բաց երկնքի տակ, որ Լատվիայի բոլոր շրջաններից հավաքել էին այդ ժամանակվա տների օրինակները եւ քաղաքային բնակարանների եւ ուրեմն գյուղական բնակարանների։ Հա, առանձին կազմակերպություններ, չնայած ենթարկվում էր իրենց քաղսովետին, բայց բավականին ինքնուրույն։ Այդ ինքնուրույնությունը հատկապես ինձ շատ դուր եկա, հետագայում ես որ եկա, արդեն հաշվետվություն որ ներկայացրի, հատուկ շեշտեցի այդ մոմենտը, եւ դա երևի իր հետևանքներ թողել, որովհետեւ այստեղ էլ Արկելոս թանգարանը, Կումայրի Արկելոս թանգարանը բավականին ինքնուրույն էր։ Նույնիսկ այն բնակարանները, որոնք բնակեցված էին, ասենք կոմունալ բաները, հարկերը, մուծում էին ոչ թե բանին քաղսովետի համապատասխան բաժին, այլ Կումայրի Արկելոս թանգարանը համապատասխան բաժին։ Մի խոսքով բավականին ինքնուրույնություն ուներ։ Իսկ բանը աշխատանքային ծրագիրը ընդհանրապես կազմեցի մոտակա տարիների հեռանկարով, որից հետո ես երբ դուրս էի եկել, նաև հետագայում Կումայրի Արկելոս թանգարանի աշխատակիցները այդ ուղղությամբ էին աշխատում։ Ու տարբեր ուղղություններ կային, եւ այդ ուղղություններից միակն էր, որ Սաշիր Քալաշյանը ինքը բաներեց, որ մտցնենք մարտաբանությունը։ Չնայած ես առարգեցի, թե մեկ է, մենք մարտաբան չունենք, ոչ էլ կունենանք առաջիկայում։ Եթե ունենանք, պետք է Երևանում լինի մարտաբանություն։ Հա, մարտաբանություն։ Մարտաբանություն այդ որ չէ։ Բան էլ ասենք, պեղումներից ասենք կանգեր են հայտնաբերել, այդ կանգերի միջոցով պետք է որոշես, ինչ է Հա, անտրոպոլոգիա։ Տիպը եւ այլն, անտրոպոլոգիչսկի տիպ։ Հա։ Ուրեմն Կումայրի Արկելոս թանգարանի բանի տեսակետից ես առաջարկել էի նաեւ, որ որոշակի պեղումներ, հետազոտական պեղումներ իրականացվի այնտեղ, որտեղ գտնվում էր բանը 7-րդ դարի եկեղեցու ավերակները։ Ընդ որում այդ եկեղեցու ավերակները հայտներ դեռևս Ալիշանին։ Բայց հետագայում ծածկվել էր։ Սերգեյ Հարությունյանի անունը տվեց անցած անգամ, նրա ղեկավարությամբ բավականին բացվել էր ընդհանուր մետրուկեսանոց պատերը։ Ես մտածում էի, որ եթե այդքան մեծ եկեղեցի եղել 7-րդ դարի սկզբին, այս մեր բնակավայրում Կումայրիում, ուրեմն նախորդը պետք է ունենար։ Չէր կարող 5-րդ դարում որևէ բան չլիներ, 6-րդ դարում որևէ բան չլիներ։
ավելի փոքր չափերի ենթադրվում է, էլի, որ երբ արդեն այդ մեծը կառուցել են, ուրեմն փոքր չափերի պետք է բանը Նույն ունենալ։ տեղում կարող է, հինի տեղն են կառուցել կարող է։ Չէ, Չէ՞։ հենց այդ էր, էլի։ Հա։ Որտեղ պարզ երևում էր, որ բանը սա իր հիմքում բան չունի, ուրիշ բան։ Սա 7-րդ դարի հատակագծով կառուցված եկեղեցի էր, էլի։ Մի խոսքով բանը առաջարկեցի, ընդունվեց առաջարկությունը, ջեր փորփրեցին բան էս կոմ վերջը մոդագայքում, նույն 7-րդ դարի եկեղեցու մոդագայքում գտան հիմքերը։ 5-րդ դարի եկեղեցու։ Հնի կա։ Այդ հիմքը։ Ցավոք չեմ կարող ասել, նա կա 7-րդ դարինը կա, երկրաշարժը։ 7-րդինը կա, ինչ որ կդ բաներ կա, բայց այդ Ես նկարներն ունեմ, բայց դե ինչ են եղել դրանից հետո ես չգիտեմ։ այդ 5-րդ տարինին է ունիք։ 5-րդ դարինը մենակ հիմքերն էին։ Բայց ունիք այդ նկարները։ Չէ։ Այն դուք չկա։ Դե հիմքերի նկարները որ բանը Երևանից էր, բան կանչեցինք, մասնակետ կանչեցինք, ճարտարապետության պատմության։ Վահագն էր անունը, ազգանունը հիմա չեմ հիշում։ Հա, նա էր որոշեց բանը հատակագծից, որ 5-րդ դարի եկեղեցու հիմքեր են սրան։ Դե մնացած աշխատանքներն ընդհուպ գերեզմանակարեր։ Հա։ Գերեզմանակարերի վրայի արձանագրություններ, այդ արձանագրությունների տեսակավորում բան, ու բավականին հետաքրքիր գիտաշխատողներ ունեինք, յուրաքանչյուրը գլուխը կախ իր բանը, գործով զբաղված բան, թվում էր թե ապագան ավելի լավ է լինելու, բայց ցավոք այդպես չեղավ։